Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք մի կերակուր կպատրաստենք, որը ազգային խոհանոցից է եւ կարծում եմ ձեզ կհետաքրքրի։ Այդ գործում այսօր ինձ կօգնի հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Արարաթոլ ռեստորանի առաջատար խոհարար Կարապետ Խանդամիրյանը։ Ողջույն Կարապետ։ Ձեզ Ինչպես ես։ Շնորհակալություն, լավ եք դուք։ Ես էլ եմ լավ, ինչ ենք պատրաստելու Կարապետ։ Պատրաստելու ենք հավի բորանի, Այո։ որի բաղադրության մեջ մտնում է հավի միս, ավելի կոնկրետ ներկապահին բդիկներ են, Այո։ ոսկորի ձատած, ձու, կանաչ լոբի, աղ պղպեղ եւ խառը կանաչիներ։ Եվ խառը կանաչիներ։ Եվ որպես բորանի միշտ բորանի հետ մատուցում ենք Սխտոր մածուն։ Այո։ Իդեպ նշեմ, որ ինքը շատ հետաքրքիր ուտեստ է, բայց շատ հասարակ բաղադրիչներ ունի ինքը։ Այսինքն, այո, կերակուրը որքան հասարակ, այնքան հետաքրքիր եւ այնքան օգտակար։ Ինչ ենք անելու, ինչով կարող եմ ես օգտակար լինել եւ ես տաքացնում եմ տապակը։ Ինչու՞։ Տապակելու ընթացքում հարկավոր է տաք լինի, որտեվ անմիջապես փակվի մկանանյութվածքները։ Շատ լավ։ Ես ձեզ կխնդրեմ կտրտեք համեմ սամիտ, այդ ընթացքում ես կկտրտեմ մսերը։ Շատ լավ։ Գործերը ինչպես են։ Հիանալի։ Կարապետ։ Կարապետը փաստորեն Կարապետ Խանդամիրյանը խանդավառված պատրաստում է կերակուր։ Իհարկե։ Ես ուղղակի ծանոթացնեմ երիտասարդ խոհարարը նոր է ավարտել վերջերս ուսումնական կենտրոնը եւ արդեն հասցրել է ձեռք բերել առաջատար խոհարարի համարում։ Կտրում ենք։ Խանգարում եմ ես ստամս, արելով է ձեռքով, չէ՞։ Ցանկալի է մսերը լինեն բուդմատի հաստությամբ։ Բուդմատի չափով։ Բուդմատի չափով։ Այո։ Նավ նորմալ ավելացնենք թավային։ Միջահասակ մարդու բուդմատի, չէ՞։ Իհարկե։ Համեմել եւ այլն դեռ հարկավոր Մի քիչ հետո ուղղակի։ Մսերը մի անգամ շրջելուց հետո կապելացնենք աղ պղպեղ։ Այսինքն հում ժամանակ չենք ավելացնում։ Չէ, միսը որ տաքանում է արդեն հավայց, այդ ժամանակ ավելի շուտ է համենված վիճակում, ավելի շուտ է համերը քաշում իր մեջ, քան ցուն վիճակում։ Շատ լավ։ Ավելացնենք աղ, սև պղպեղ, Եթե ես ձուն արդեն ջարդեմ, ինչ կարծիք ես։ մեծ եւ դրական։ Ինչ կարող ես ասել բորանիների մասին, կերակրատեսակ իհարկե։ Հա, որ ուրեմն բորանիները իրեն անունները կախված են ըստ իրենց տարածաշրջանի, Այո։ շատ հետաքրքիր են, շատ օգտակար եւ իրեն միշտ մատուցում են սխտոր մածունով։ Բորանի բառը այո գալիս է պարսկական արքաներից մեկի դստեր անունից է։ Այդպես է մեզ փոխանցվել դրա իսկությունը ես չգիտեմ, ոնց կարող ենք ճշտել, բայց այդպես է փոխանցվել դստրերից մեկի անվամբ, ով շատ է սիրել մածուն եւ սխտոր։ Եվ բոլոր տեսակի բորանիները մատուցում են սխտոր մածունով։ Ինչ արեցինք, տապակեցինք, ասենք, երևապատեցինք, համեմեցինք, 4-ից 5 րոպե տապակվելուց հետո կավելացնենք կանաչ լոբին։
Նախապես ջերմային մշակում անցած։ Կանաչ լոբին ջերմային մշակում անցած է հիմա։ Այո, Իսկ թարմ վիճակով չեն կարող օգտագործել։ կլինի։ Ուղղակի մի փոքր շատ կսպասենք այդ ժամանակ, որպեսզի այն ինչ եղել է նախքան կերակուր պատրաստելը, նույնը լիմը սերի հետ։ Իսկ ջերմաշնանը նույնը պիտի թողնենք։ Չէ, իրան հիմա կփակենք կափարիչով։ Խնդրեմ կափարիչը։ Իրան հիմա կփակենք կափարիչով։ Եվ Մի քանի րոպե շոգեխաշվելուց հետո, երբ որ մսերը պատրաստ լինեն, կավելացնենք ջարդած ձուն։ այո։ Շատ արագ պատրաստող Կանաչիներ։ կերակրատեսակ է։ Խորհուրդ տալ մեր ռեզոլիտողները, որ արագ, երբ որ հարկ է լինում ինչ որ մի բան արագ պատրաստել համեղ եւ ազգային, համադրել արագությունը եւ ազգային լինելը եւ պատրաստել հենց այս կերակուրը։ Եվ շատ հետաքրքիր, շատ համեղ ուտեստ։ Մենք պետք է միշտ ուշադիր լինենք։ Կարապետ ջան, իսկ եթե ասենք թե չկա լոբի, այս պահին չունենք տանը, ինչով փոխարինենք։ Ցանկալի կլինի փոխարինել ծնեբեկով, բամիայով, ըստ կտորները կարելի է օգտագործել տարբեր ձևով, օգտագործել տարբեր ջերմային մշակմամբ։ Օրինակ, չգիտեմ, թևիկներ, դոշ կամ ինչ-որ մեծ ոսկորոտ կտորները կարելի է խաշել նոր տապակել, որպեսզի շուտեփի, իսկ միայն մսերը, որի մեջ մտնում են օրինակ համար դոշը, կարելի է ուղղակի տապակել շատ արագ եւ որակով։ Վառված լոբիի համ եմ զգում։ Մեր Ինչ մոտ կարծիք ես։ մեր Մեզ մոտ մոտ է չի։ թե ուրիշ տեղ է վառվում։ չէ, Մեզ մոտ չի։ Դրսից է գալիս այդ վառված լոբիի հոտը։ հիմա արդեն կարող ենք ավելացնել Այսպես ունենք։ ձուն, Եվս մեկ անգամ հիշեցնենք հավի ազդրամիսը։ Կեղևապատեցինք, այնուհետև համեմեցինք աղով պղպեղով, այլացրինք կիսաև շոքե հարված կանաչ լոբին, իսկ դուք կարող եք օգտագործել նաև թարմ լոբի, եթե շատ մատրաշ է։ Չէ՞, 3-4 րոպե այդպես շոքե հարվեց մսի հետ միաժամանակ, Այո։ արդեն ինքը պատրաստ է։ եւ ձուն Արդեն կարելի է ավելացրինք։ ավելացնել կտրտած կանաչիները։ Փակենք կափարիչով, որպեսզի ձուն ամբողջովին հասունանա։ Շատ լավ։ Կարապետ Խանդամիրյան, լորուց։ Քաղաքալավերդից։ Շատ լավ, եթե մենք հաջորդ անգամ հանդիպենք, հնարավորություն լինի, որ դու պատրաստես, դու անպայման պիտի ներկայացնես լորուն բնորոշ կերակուր։ Այդ տատիկի պատրաստած կերակուրներից։ Հիշում ես որևէ բան։ Չէ, իր օգնությամբ կվերհիշենք։ Տատիկի օգնությամբ։ Արդեն ու մեր ուտեստը պատրաստ է։ Հիմա կարող ենք տեղափոխել։ Խառնենք այսպես։ Թե ոչ։ Իհարկե, այո։ Տեղափոխենք մատուցման ափսեի մեջ։ Սկզբից մսերը։ Ցանկալի է լինի մսերը ափսեի մեջ տեղի հատվածում։ Մնացած բաղադրիչները կողքը։ Այսի տեսքը գեղեցիկ լինի եւ գրավիչ։ Ավելացնենք մի փոքր կանաչի։ Պատրաստեցինք արագ, համեղ, Մեր ուտեստը պատրաստ է։ Եվ կարող ենք խորհուրդ տալ, որ մեր հեռուստադիտողները այսպես չէ,
կողքերը սխտորմացուն մեջտեղը։ Միս։ Շատ լավ, Կարո ջան, ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին, խորհուրդ ունես տալու։ Հայ իհարկե կուզենամ խորհուրդ տալ մեր հայ ժողովրդին սնվեն ճիշտ եւ միայն բնական մթերքով, ուրիշ ոչ մի, չգիտեմ, հետաքրքիր կամ գրավիչ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնեն, պես Այսինքն ավելի շատ մնա միշտ առողջ այո, եւ կանգուն։ ապրես դու, ապրես Կարո ջան, ես էլ եմ ուզում շարունակել Կարոյի միտքը, շատ կարևոր է, որ կերակրատեսակի մեջ մենք գնահատենք բովանդակությունը, այ ոչ թե ձևը։ Իհարկե ձևը մեզ դուր է գալիս, իհարկե ձևը կարևոր է, այնուամենայնիվ մենք ճաշակում ենք կամ ճաշակել սկսում ենք աչքերով, բայց բովանդակությունը չմոռանանք։ Հարգելի հեռուստադիտողներ, կարծում եմ Կարոն արժանի է իրեն շնորհակալությունը, որ մենք իրեն շնորհակալություն հայտնենք։ Ձեր անունից շնորհակալություն եմ ուզում հայտնել Կարոյին, ցանկանանք, որ ինքը ինչպես որ մեզ խորհուրդ տվեց, մեծ ուշադրություն դարձնի հատկապես պատրաստմանը սննդի, որովհետև ձեզ խորհուրդ տվեց, որ սնվեք առողջ, բայց ինքը պատրաստողն է, ինքը անվերապահորեն պիտի հետևի այդ խորհրդին։ Ապրես դու, Կարապետ ջան։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ եւ հետո անպայման սպիտակ անապակ հայկական անսահմանափակ գինի։ Այսքանն էր այսօրվա համար։ Ուզում եմ, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ դերուկ։ Հավով բորանի, հավի կրծքամիս 150 գրամ, ձու 2 հատ, կանաչ լոբի 50 գրամ, կանաչի մի քանի ճյուղ, սխտորմածուն 40 գրամ, կարագ 20 գրամ, ձեթ, սև եւ կարմիր պղպեղներ, աղ, բարեխորշակ։